Ահա, վերադարձանք տաղավար, իսկ հիմա Եկավ ամենահամեղ եւ ամենասպասված պահը եւ տաղավարում այսօր խոհանոցի մեզ հետ է իհարկե մեր գործընկեր Անուշը։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի աղցան, որը նման է առաջին հայացքից հունական աղցանի, բայց այն պատրաստելու ենք բրնձով եւ մի քանի բաղադրիչ փոփոխված վիճակում։ Շատ լավ, մենք հաղորդման ամենասկզբում այսօր նշեցինք, որ շատ համեղ աղցան ենք պատրաստելու Անուշի հետ միասին մեր տաղավարում, իսկ անվանում ունի աղցանը։ Հունական աղցան բրնձով, այդպես կարող ենք ասել։ Արի մի նոր բան մտածենք։ Ինչ մտածենք։ Ուրեմն պատրաստենք, որպեսզի վերջում արդեն հասկանանք, թե ինչ բաղադրիչներ կա, երևի թե այդ ժամանակ անում տանք։ Եվ վերջնական տեսքն էլ կտեսնենք եւ անվանումը արդեն իսկ կկարողանանք։ Ասենք օրինակ Առավոտ Լուսոյի ֆիրմային աղցան։ Բայց գիտես հենց նոր ինչ հիշեցի Ռուբեն, որ դեռ ձմեռը երբ տալիս էինք խոհանոցի մեր Անուշի եթերը, այսպես Երբ տեսանյութեր էր։ Եթ տեսանյութեր էին, այո, եւ միշտ խոսում էինք, որ երբ է գալու Անուշը մեր տաղավար եւ տաղավարում պատրաստի, ահա այդ օրերը եկել։ Ես վերջերս նորից արեցի։ Ես վայելում եմ այն էլ ոնց ու այսօր նույնպես եթերից առաջ Անուշի հետ խոսում էինք, ասի վերջ այսօր դու միշտ լինելու ես մեր տաղավարում, ասես դե եթե նկարահանումներ չունենամ, ասի ոչինչ, կարևորը շաբաթական 2-3 անգամ արդեն քեզ կտեսնենք մեր տաղավարում։ Այո։ Արդեն շատ ավելի հաճախ եւ խոհարարներ կունենանք այստեղ մեզ հյուր արդեն եղել են, բայց հիմա ավելի հաճախ։ Խոսքը պրոֆեսիոնալ խոհարարների մասին է։ Այո, նաեւ խոհարար։ Որովհետեւ մենք շատ հաճելի խոհարարներ ենք ունենում պարբերաբար առիթից օգտվելով հրավիրում ենք շատ տարբեր ոլորտներից մեր ընկերների, գործընկերների, որոնք իդեպ օրինակ երեք Աննան զարմացած իր բաղադրատոմսով Ինչ պատրաստեցիք։ Pancake Փենքեյքներ։ Այո։ Օ, երեխաների ամենասիրելի եւ նաեւ իմ ամենասիրելի նախաճաշի բաղադրատոմսն է, բայց չներկայացրեցիր Անուշ, թե ինչ բաղադրիչներ են հարկավոր աղցանը պատրաստելու համար։ Ես արագ արդեն սկսեցի կտրտել, մենք հիմա պետք է պղպեղը տապակենք, բայց ձիթայուղ ավելացրեցի թավայի վրա ու մի փոքր սխտորով պետք է համեմենք ձիթայուղը, ուղղակի որ համ տա եւ հանենք, որովհետեւ այդպես շատ հետաքրքիր, ընդհանրապես սխտորը շատ հետաքրքիր համեմունք է եւ յուրահատուկ համ է տալիս։ Բայց իրական հունական աղցանի մեջ պղպեղը երբեք չենք տապակում, չէ՞։ Այո, դրա համար մի փոքր փոփոխված է այստեղ, այո։ Ասում եմ, եկեք կանոնը դնենք Առավոտ Լուսո։ Լավ, կդնենք Առավոտ Լուսո։ Շնորհակալություն։ Սովորաբար պղպեղ, լոլիկը, ձիթապտուղն է, ֆետապանիրն է եւ ինչ մոռացա, վարունգը, բայց մենք այս անգամ վարունգ չենք օգտագործի, որովհետեւ բրնձի հետ շատ ավելի հարմար են այս բաղադրիչները եւ հազարի տերևները փոխարինել եմ սպանախով, սպանախը շատ օգտակար է, մեծ քանակությամբ կալիում է պարունակում, այո, եւ հիմա շատ են սկսել ընդհանրապես օգտագործել թարմ վիճակում, դրա համար սպանախը աղցաններում շատ է պետք օգտագործել։ Ահա, մի փոքր համ տա եւ այդ ընթացքում կարող ենք մենք ավելացնել պղպեղը։ Հետաքրքիր է, ավակ սերունդը ինչպես է արձագանքում, երբ որ մի օրինակ մի սպանախը մեր մամաները միշտ տապակել են։ Այո։ Թարմ երբևէ ես չեմ հիշում, որ տանը դու հիշում ես, որ քո մայրիկը թարմ սպանախ օգտագործի։ Աղցանի մեջ կամ ինչ-որ որից ինչ-որ մի բան։ Այո։ Հա։ Այո։ Վայ, ինչ լավ է։ Ես ինձ թվում էր, որ իմ մայրիկի օրինակով, որ միշտ տապակել է, թարմ չենք օգտագործի, իսկ հիմա արի ու տես, որ սպանախը թարմ էլ կարելի է օգտագործել։ Ինձ համար բացահայտում էր։ Եվ շատ աղցաններ կան, որ հիմա սպանախ են օգտագործում եւ բոլոր, այսինքն ինչպես հազարի տերևները օգտագործում են տարբեր բաղադրիչներով, այնպես էլ սպանախը հանգիստ կարելի է օգտագործել։ Բայց դու նախընտրում ես օրինակ սպանախը Ռուբեն տապակած, թե երկու տարբերակով է։ Անկեղծ որ լինեմ, սպանախը շատ սիրելի։ Եվ սա նշանակում է, որ կարևոր չէ, որ մանկության տարիներին օրինակ մայրիկը չի օգտագործել։ Բացարձակ։ Մի փոքր սխտորը համը տվեց եւ արդեն կարող ենք հանել։ Իհարկե ով իսկ սխտորը ամբողջական գծեցի։ Ես կիսեցի եւ հենց ներսի մասով դրեցի ամբողջական։ Ոչ, ուղղակի կիսած։ Կարող եք նաև ճզմել եւ այդպես էլ շատ համեղ կլինի, ովքեր որ դեմ չեն սխտորում, որ հեսա գնալու է տուն, այ րոպեներ անց երբ վերջանա Առավոտ Լուսան, դու գնալու ես տուն եւ տանը պատրաստ ես։ Ճզմեցիր,
Թե կտրեցիր, ինչպես եղավ սխտորը։ Ցավոք պետք է վազեմ փորձի, բայց ախր հեմտություններ եմ ձեռք բերում։ Ռուբեն, հմտությունները ձեռք են բերում հենց Օրինակ որ խոհանոցում։ ճշմում ես սխտորը նոր օգտագործում, Պետք է ավելի լինես շատ արագ է բույրը խոհանոցում, որ տալու։ կարողանաս Իհարկե, բայց այդ դեպքում գուցե շատերը չեն սիրում, օրինակ չօգտագործեն, այդպես չուզենան։ Դրա համար մի փոքր բույր է տալիս եւ ստացվում է ինչպես աղ-պղպեղը եւ այդ սխտորը շատ չի զգացվի։ Բրինձը ավելացրեցի աղցանի ամանի մեջ, հիմա արագ կտրենք լոլիկը, ուղղակի երկու կես անենք։ Իդեպ սովորական հունական աղցանը ընդհանրապես ոչ հազարի տերև է պարունակել, ոչ համեմ, ուղղակի իրական պետք է լոլիկը, ձիթապտուղը, ֆետա պանիրը եւ վարունգը։ Հետո աստիճանաբար մարդիկ ավելացրել են հազարի տերևը ու հետո սոխը եւ այդպես արդեն ով ինչպես կցանկանա։ Իսկ մեծ մարդիկ որ ավելացին, այդ մարդիկ երևի հայեր են եղել։ Ոչ, իդեպ։ պատկերացրու, որ Չնայած այո, որովհետև մենք ավելի շատ այսպես ավանդապաշտ ենք, չէ՞, ոնց կան, հենց պետք է անենք։ Ոչ մի նորամուծությունների հիմնականում դժվար ենք նոր բանի գալիս։ Մի ժամանակ գուցե ավելի շատ, բայց հիմա շատ նոր արարություններ կան։ Իդեպ չես էլ հասցնում հետևել, որովհետև այնքան շատ են, որ Իսկ դա լավ է թե վատ։ Ես կարծում եմ, որ շատ լավ է։ Այո, օրինակ ինձ համար իսկապես բացահայտում է հիմա բրինձով հունական աղցանը։ Սա իդեպ շատ է սիրվել, կոնկրետ ես պատրաստել եմ եւ ովքեր տեսել են, համտեսել են, շատ են հավանի եւ բոլորը սկսել են տանը պատրաստել։ Ես եւ Ռուբենը անպայման դա մեկ օր մեր ընտանիքի անդամների համար կպատրաստենք, ինչպես ես, այնպես էլ դու։ Շատ լավ։ Սխտորը կճզմես։ Լավ այսպես։ Կտրորես։ Դե դու սիրում ես, զգում ես սխտորի բույրը եկավ արդեն։ Դու սիրում ես, Ես արդեն հանել եմ, նոր տեղ հասավ այդտեղ։ Եվ շատ քիչ ենք տապակում։ Մի քանի րոպեից պատրաստ կլինի եւ ամենակարևորը շատ արագ է պատրաստվում։ Ընդհանրապես հունական աղցանը շատ մեծ են կտրտում ամեն ինչը դնում։ Ես մի քիչ։ Հիմա արդեն ձեռքով են այդ նույնը անում, չէ՞։ Այո, ուզում ասել, դու սովոր ես միշտ կտրատելու հազարի թերթիկները կամ սպանախը օրինակ, թե օրինակ հիմնականում հա։ Էլ ավելի արագ է ստացվում։ Այո, ինձ համար այդպես ավելի հարմար է։ Իդեպ Ռուբեն, որ ասում էիր, թե լավ է, որ շատ են, չէ, բաղադրատոմսերը։ Օրինակ ես երբ տեսնում եմ նոր բաղադրատոմսեր, սկսում եմ տանը փորձարկել եւ ընտանիքի անդամները, որ հավանում են, դա դառնում է մեր մշտական արդեն։ Այնպես որ ամեն մեկը իրանը վերցնում է եւ հետո արդեն ավելի տարածվում։ Խոհանոցը կարծում եմ այն վայրն է, որտեղ որ միշտ պետք է ստեղծագործել։ Այո։ Միշտ ինչ-որ մի նոր բան բացահայտել։ Ասաց Ռուբենը։ Եվ հիմա ձիթապտուղը երկու կես անենք ուղակի։ Ես մի օր գալու եմ խոհանոցում, դրթում է Լուսինեն, որպեսզի ես խոհանոցում մի օր ստեղծագործեմ։ Ես արդեն երկար ժամանակ է որ դրթում եմ, բայց դա ընդհանրապես քեզ վրա չի ազդում։ Եթե անկեղծ լինեմ, անկեղծ։ Ոչ։ Խոհանոցում մենակ սպառող եմ սիրում հանդես գալ։ Երբ որ պատրաստան ես կողքը լինեմ, ինչ-որ մի բանով օգնեմ, այդ օգնելու ընթացքում պակասեն լոլիկները, պակասեն ինչ-որ բաղադրիչներ, դե ուտում ես, ընթացքում շփվում ես, համեղ զրույց։ Կողքը դրա համար ես լինում։ Հա, բայց այդ պահը պատրաստելու դա շատ պատասխանատու է։ Իսկ նման պատասխանատու բաները ինձ չի կարելի ստեղծագործում ես։ Այդ դու հենց նոր նշեցիր, որ խոհանոցում կարող ես ստեղծագործել։ Պրոստը ստեղծագործությունը վայրը փոխի։ Իմ ստեղծագործությունը երբ որ ստեղծագործեմ 10-ից 9-ի երբեք չգիտես Ռուբեն։ Այն մեկն էլ ես Պետք է փորձել, որ մի անգամ այստեղ մեզ մոտ կփորձես, լավ։ Փորձեմ, լավ։ Ձեր օգնությամբ, եթե Լուսինեն ոչ ոք չի գալու, խոհանոց, ոչ, դու այնտեղ, այո։ Բայց ախր մենք ընկերներ ենք, ո՞ր մնաց մեր ընկերությունը։ Ինձ ինչի ես մենակ թողնում։ Մենակ չենք թողնում։ Ես ու Անուշը այստեղից հերվից կհետևենք եւ կասենք։ Արդյոք ճիշտ է լինում թե ոչ։ Լավ, հերվից կասեք, էլի բան է։ Այո, իհարկե, ուղղություն ցույց տալն էլ է կարևոր։ Հիմա կտրեցինք նաեւ համեմը։ Եվ կարող ենք արդեն պղպեղը ավելացնել։ Միայն պղպեղն ենք, չէ՞, տապակում։ Լոլիկը ուղղակի կտրեցիր։ Միայն պղպեղ։ Աղցանի մեջ դրեցիր։
Ինչ արագ է, չէ՞, աշխատում Անուշը տաղավան։ Կտրելու, թե ֆետա չի մեզ։ Այո, վերջին։ Ֆետա է։ Ֆետա է եւ իդեպ հունական աղցանը պատրաստում են հենց ոչխարի կաթից պատրաստված ֆետա պանիրով։ Դրա համար այսօր մենք իրական հենց այդպիսի պանիր ենք բերել։ Հիմա պետք է խառնենք, համեմենք նոր խառնենք։ Համեմում ենք աղով, սև պղպեղով, ավանդական։ Մի փոքր բրինձը խաշելիս ես աղարել եմ։ Այնպես որ շատ չենք անի եւ սև պղպեղ։ Ընդհանրապես աղցաններին սիրում եմ ավանդական այս աղն ու սև պղպեղ։ Ամենաճիշտ համերն են։ Այո։ Դե տապակելու ժամանակ է հիմնականում անհրաժեշտ օգտագործել նաեւ կարմիր պղպեղ եւ մնացածը։ Եվ խառնում ենք Գույներով լի։ Դեպ այո, նաեւ գունային համադրությունն է լավ։ Եվ շատ համեղ է, եւ նույնիսկ կարող է ուղղակի այսպես կարող եք ուտել եւ սա կարող է լինել ընթրիք։ Արդեն ամեն ինչ է այստեղը։ Մենք ձիթապտղի յուղ այստեղ չենք ավելացնի, որովհետեւ պղպեղի հետ արդեն յուղը ավելացրեցինք աղցանի մեջ։ Մեզ մնում է կտրել։ Իսկ կանաչիներից ինչ որ բան ավելացրեցիր։ Այո, համեմ։ Համեմը։ Համեմը ավելացրեցի։ Եվ հիմա ֆետա պանիրը կարող ենք սա էլ ուղղակի պոկելով դնել, բայց կկտրեմ։ Խորանարդիկներ կանենք։ Հա, ամենաճիշտ տարբերակը։ Այո։ Եվ ընդունված։ Այստեղ։ Եվ ընդունված։ Այո։ Իդեպ այդ ձեռքով պոկվածն էլ շատ ենք հանդիպում։ Այսքանը կարծում եմ բավական է։ Եվ հիմա մնում է ավելացնենք մեր մատուցման ափսեի մեջ։ Արագ էր։ Այո։ Այո։ Իսկ դու այդքան վախենում ես գնալ խոհանոց եւ Չէ, դա Անուշի մոտ է ուղղակի դա արագ ստացվում։ Անուշը դու ինքներդ էլ եք տեսնում, թե ինչ պրոֆեսիոնալ եւ հմտորեն է ամեն ինչը անում։ Հմտորեն է անում ամեն ինչը։ Ես հիմա հաստատ այդտեղ ամեն ինչ կոտրել էի, ինչ որ մի բանը ձեռքս ես ընկել էր, ինչ որ մի բան է, ինչ էր եղել։ Դե դա բոլորիս հետ կարող է պատահել։ Իրականում։ Բայց արագաշարժությունը, այո, ես սիրում եմ արագ շարժվել խոհանոցում։ Ես բարելով կպատրաստեմ։ Դու էլ արագ կարող ես շարժվել, ես համոզված եմ։ Թրեշք, աչ թրեշք ցա։ Վայ մատս կտրեց։ Մեծ խոհանոց է պետք Ռուբենի համար, թրիչկների համար։ Իսկ դու աղցաններ սիրում ես, Ռուբեն։ Համար փոքր է ասում են։ Ինչ։ Աղցաններ սիրում եք։ Շատ։ Օրինակ մեր տանը առանց աղցան չեն պատկերացնում։ Հատկապես երբ նոր բաղադրատոմսեր եմ փորձարկում, հատկապես երեխաները շատ են ուրախանում։ Եվ երբ ասում են աղցան, միանգամից ես օրինակ պատկերացնեմ կանաչ գույնը։ Այսինքն կանաչը շատ կարևոր է։ Այսինքն շատ տերևներով։ Չէ, բայց շատ տերևներով եւ կանաչներով մեջ էլ է այդ կանաչը տպավորված։ Եթե աղցանը կանաչը չունի, էլ մոտ չեմ գնա։ Ինչքան էլ համով լինի, համեղության մասին չի խոսքը, այլ այդ գույնը եթե կանաչ չկա։ Այո, երբ ասեն աղցան կուզես, այո, ես պատկերացնում եմ, այդ աղցանը պետք է լինի անպայման կանաչ գույնը պետք է լինի այնտեղ։ Վերջ մեր աղցանը պատրաստ է։ Կարող եմ հիշեցնել արագ, որ մենք պատրաստեցինք հունական աղցան բրնձով, բրինձը նախապես խաշել էինք, ավելացրեցինք մի փոքր սխտորով տապակված պղպեղը, ձիթապտուղը, ֆետա պանիրը, լոլիկը եւ վերջ, եւ սպանախն ու համեմը։ Այո, կանաչներն ենք մոռացել։ Հրաշալի, Անուշ։ Շատ շնորհակալություն։ Արագ, համեղ եւ օգտակար։ Եվ օգտակար, ամենակարևորը շատ վիտամիններով հարուստ։ Դե գնանք վիտամիններ ընդունելու։ Գնանք։ Դե առավոտյան Դե իհարկե, պարտադիր պետք է դա, այո։ Ձեզ էլ ենք մաղթում, գուցե դուք եք արդեն նախաճաշ պատրաստել սիրելիներս, ձեզ էլ ենք մաղթում բարի ախորժակ, իսկ մենք էլ գնանք փորձենք, եթե չէ, ապա հրաշալի բաղադրատոմս, որը կարելի է օգտագործել։ Երաժշտության ներքո գնանք փորձելու Անուշի պատրաստած աղցանը։